Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, շնորհակալություն պարոն Թաթոյան։ Դուք աշխատում եք պրոբացիա ինստիտուտը ներմուծելու վրա, քանի որ դա մի քիչ նոր բան է, հա, Հայաստանի հասարակության համար, երկու բառով բացատրեք դա ինչ է։ Այո, դուք ճիշտ եք ասում, մենք հիմա աշխատանքներ ենք տանում պրոբացիայի ծառայության վերաբերյալ օրենսդրության մշակման ուղղությամբ։ Ընդհանրապես միջազգային պրակտիկայում պրոբացիայի ծառայությունը ստեղծվել է օժանդակելու համար հանցանք կատարած անձանց վերինտեգրմանը հասարակություն, նրանց իրավական, հոգեբանական, սոցիալական աջակցություն ցուցաբերելու միջոցով։ Պրոբացիայի ծառայությունը նաև նպատակ ունի դրա ներդրումը կանխարգելել կրկնահանցագործությունները, ապահովել նաև տուժողի շահերի այսպես պահպանումը, նաև վնասների հատուցումը եւ նաև հաշտեցման միջոցով այստեղ խնդիր կա լուծելու վերականգնողական արդարադատության հետ կապված հարցերը։ Բացի այդ, պրոբացիոն ծառայության ներդրման հետևանքով սպասվում ենք նաև, որ կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները եւ այդ առումով նույնպես մենք կլուծենք այս խնդիրները։ Այսինքն, եթե կարճ ասենք, մարդը չի ազատազրկվում, այլ ինչ է արվում նրա հետ։ Տեսեք, եթե անձը դատապարտվում է որոշակի պատժատեսակների, ասենք, վերցնենք ազատությունից հետ չկապված նոր քրեական օրենսգրքի նախագծում նախատեսվելու է տնային կալանք։ Ասենք տնային կալանքի, ապա այդ անձի վարքագծի նկատմամբ իրականացում է հսկողություն պրոբացիոն ծառայության աշխատակցի կողմից, հա։ Ենթադրենք տեղեկություններ են հավաքվում նրա ամենօրյա վարքագծի, արդյոք նա պահպանում է իր վրա դատարանի կողմից դրված պարտականությունները, օրինակ դատարանը կարող է դնել պարտականություն, ասենք, չգիտեմ, չայցելելու որոշակի վայրեր կամ իր տանը չհյուրընկալելու որոշակի անձանց, հա, եւ այդ պայմանները ամբողջը արձանագրվում են պրոբացիոն ծառայողի կողմից եւ համապատասխան զեկույց է ներկայացվում, որը հետագայում հաշվի է առնվում այդ անձի նկատմամբ, թե համապատասխան միջոցներ, ներգործության միջոցներ կիրառելու, հարցերը լուծելու համար, թե, ասենք, պատժից պայմանական ազատման հարցերը լուծելու համար։ Ինչ է նշանակում տնային կալանք, մարդը տնից չպիտի դուրս գա, թե պիտի դուրս գա, բայց որոշակի տեղեր գնա։ Նախ տարբերակենք տնային կալանքի երկու տեսակ, այսպես ասած։ Մեկը քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում է լինելու, որը վերաբերում է քրեական վարույթի ընթացքին, մինչև դատապարտվելը, հա, եւ մյուսը լինելու է արդեն դատապարտվելուց հետո։ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում արդեն հստակ ունենք տնային կալանքի որպես այլընտրանքային խափանման միջոցի պայմանները, հիմքերը եւ այլն, նույնը արդեն նախատեսվում է քրեական օրենսգրքի նախագծով։ Իհարկե անվանումներից խուսափելու համար որոշակի տարբերություններ արդեն ունենք պայմանավորվածություն մտցնելու, որպեսզի քրեական օրենսգրքով ունենանք տարբերակում, բայց ամբողջն իմաստն այն է, որ այո, անձը պարտավորվում է ժամանակը անցկացնել, այսպես ասեմ, պատժի կրման հատկացում գտնվել դատարանի որոշման մեջ նշված բնակության հասցեում եւ իհարկե նաեւ պարտականություն ունի չլքելու այն, բայց դատարանի որոշմամբ օրինակ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը նախատեսել է, որ անձի վրա կարող են դրվել լրացուցիչ պարտականություններ։ Օրինակ օրվա որոշակի ժամերին չհյուրընկալելու որոշակի անձանց կամ դատանի որոշմամբ կարող է սահմանվել վերահսկողություն, ասենք նրան նամակագրության կամ հեռախոսային խոսակցությունների նկատմամբ։ Եվ տեսեք, այս ամբողջ պարտականությունների շրջանակ է սահմանվում, որի կատարման նկատմամբ էլ հենց այդ նախկին հարցում քննարկված այդ պրոբացիոն ծառայողը իրականացնելու է իր գործառույթները։ Այսինքն նա կարող է գնալ աշխատանքի հետ գալ տուն, չէ՞, բայց չի կարող գնալ գիշերային ակումբ, ասենք թե, հա։ Չէ, տեսեք, տնային կալանքի դեպքում ավելի սահմանափակ է։ Խոսքը ձեր ասածը վերաբերում է քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում եւս մի նոր խափանման միջոց ունենք, ոչ թե պատիժ, այլ խափանման միջոց քրեական վարույթի ընթացքում, որը կոչվում է հսկողության իրականացումը կամ վարչական հսկողությունը անձի նկատմամբ։ Այս խափանման միջոցի դեպքում անձը պարզապես պարտականություն ունի շաբաթը ոչ ավել քան 3 անգամ ոստիկանության համապատասխան բաժնում կամ եթե պրոբացիոն ծառայությունը լինի, համապատասխան բաժնում գրանցվել եւ նաեւ իրականացնել որոշակի կատարել որոշակի պարտականություններ։ Այս դեպքում արդեն անձի վրա կարող է դրվել որոշակի վայրեր չայցելելու պարտականություն։ Ասենք, եթե հանցանքը կապված է եղել օրինակ ինչ որ գիշերային ակումբի հետ եւ դրա հետ կապված խնդիրներ կան եւ եթե այս անձը այցելի այդ գիշերային ակումբը կարող է վարքագիծը այո եւ կարող է նաեւ իրավախախտ վարքագիծ դրսել, որ վտանգը կա ամեն դեպքում, հա։ Այն նման պարտականություն այս դեպքում, այս տնային կալանքի դեպքում ինքը պարտավորվում է այդ ամբողջ ժամանակահատվածը անցկացնել հենց տան, այո, տնային պայման։ Ինչ կասեք տեխնիկայի մասին, ասում են ինչ որ օղեր են դնում մարդկանց վրա, որ ավելի հեշտ կլինի հետեւել եւ եթե օղը հանի նա կազատազրկվի։ Այդպիսի բան կա թե չկա։ Այո, այդպես սկզբունքորեն այո, այդպես է եւ
հենց այս խափանման միջոցների կամ նաև պատժի հետ կապված, եթե քրեական օրենսգիրքը համարենք արդեն ընդունված է, իրականացվելու է հսկողություն անձի վարքագծի նկատմամբ հատուկ էլեկտրոնային բրասլետների միջոցով, որը որպես կանոն տարբեր տեսակներ կան, ամենատարածված տեսակը, որ անձի ոտքին է ամրացվում, եւ օրինակ երկար տաբատ կրելու դեպքում, հագնելու դեպքում դա չի երևում պարզապես, որևէ մեկը չի տեսնում։ Եվ այդ էլեկտրոնային միջոցի օգնությամբ անձի նկատմամբ պրոբացիոն ծառայությունը կարողանում է 24 ժամյա ռեժիմով վերահսկողություն իրականացնել, հա, եւ համապատասխան նաև ոստիկանությունում կամ պրոբացիոն ծառայությունում համապատասխան մարմինները հսկում են։ Ընդ որում դրանով հնարավոր է լոգանք ընդունել, դրանով հնարավոր է շատ նորմալ ապրել։ Այսինքն Եվրոպայում այդպիսի պրակտիկա կա թե չկա։ Կամ Միացյալ Այո, կա այդպես, օրինակ ես Միացյալ Նահանգների փորձը կարող եմ հենց վկայակոչել վստահաբար, որովհետև քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվեց եւ ես ինքս էլ էի մասնակցում, մենք հատուկ նաեւ նպատակով ուսումնասիրեցինք պրակտիկայում այդ էլեկտրոնային սարքերի իրարման հնարավորությունները։ Եվ այո, անձի ոտքին ամրացվում են, ընդ որում դա այդ սարքը ունի հատուկ նաեւ ջերմաստիճանը, մարմնի ջերմաստիճանը որոշելու ունակություն։ Այսինքն եթե հանկարծ արձակվի դա, անմիջապես համապատասխան մարմնում արձագանքը ստանում է եւ այդպես ստացվում է, որ միանգամից խախտեց անձը խափանման միջոցի պայմանները, որտեղ դա դրա պարտադիր պայման է, հա։ Եվ այս այսպես միջոցը ակտիվորեն այո կիրառվում է հենց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ շատ արդյունավետ։ Դուք կարող եք ասել, այսինքն քրեական օրենսգիրքը կանխատեսելով, այսպես ասած, որ հանցագործությունների համար է դա նախատեսված։ Տեսեք, ես եկեք անդրադառնամ նախ քրեական դատավարության օրենսգրքին, որովհետև դրա քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը արդեն իսկ մշակված է եւ դրա հիման վրա արդեն դրանից հետո քրեական օրենսգիրքը նոր արդեն քննարկման առարկա կդառնա։ Սկզբունքորեն, այսպես քրեական դատավարության օրենսգիրքը չի դնում տարբերություն եւ չի կարող դնել, թե որ հանցագործությունների տեսակներով է դա պայմանավորված։ Ամեն ինչ կախված է կոնկրետ գործի հանգամանքներից եւ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքանով այս խափանման միջոցը կարող է լուծել, ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում։ Ներեցեք, ես ենթադրում եմ, որ եթե ծանր հանցագործություն է, չգիտեմ, ավազակային հարձակում կամ սպանություն, ապա պրոբացիա չի կիրառվի։ Ոչ, այդպես չի իրականում։ Եվ հանցագործության տեսակը ինքնին նշանակություն չունի այս կամ այն խափանման միջոցի ընտրության հարցում, այսինքն ենթադրենք չեն կարող որևէ կերպ ասել, որ ասենք կատարվել է ծանր հանցագործություն եւ մենք այդ ծանր հանցագործության կատարած անձի նկատմամբ ենթադրաբար կատարած այլընտրանքային խափանման միջոց կալանքին այլընտրանքային չեն կարող կիրառել։ Իհարկե այդպես չի։ Եվ ամեն ինչ կախված է, ես դարձյալ ասում եմ, կոնկրետ գործի հանգամանքներից եւ նաեւ այդ խափանման միջոցի կիրառման հիմքերից։ Եթե իհարկե այլընտրանքային խափանման միջոցը, կոնկրետ դեպքում տնային կալանքը այնպիսին չէ, որ կոնկրետ դեպքում բավարարի այդ պատշաճ վարքագիծն ապահովելու պարտականություն, ապա պետք է ծայրահեղ միջոց որպես կալանքը կիրառվի։ Բայց սա չի նշանակում, թե մենք ունենալու ենք տարբերակում այս կամ այն տեսակի հանցագործության համար։ Միայն կալանք, մյուս տեսակների համար ոչ, այդպեսի կարգավորում։ Խոսքը խափանման միջոցի մասին է եւ ոչ թե դատավճռից հետո այդ պրոբացիան օգտագործել։ Նույնը նաեւ գլխավորապես դատավճռին է վերաբերում, որովհետեւ այստեղ գլխավորն այն է, որ դատարանը պետք է հաշվի առնի, թե որքանով այս կամ այն պատիժը կապահովի պատժի նպատակների իրացումը, հա։ Եվ օրինակ քրեական նոր օրենսգրքի նախագծում շատ սկզբունքային մոտեցում է լինելու այն, որ ազատազրկում պատժատեսակը ինքը համարվի ծայրահեղ իբրև պատժամիջոց, հա, եւ այսպես կոչված դեպենալիզացիայի գաղափարն է ներդրվում, որ հնարավորինս, եթե հնարավոր է այդ այլընտրանքային պատժատեսակներով լուծել հարցը, նույն տնային կալանք պատահական չէ, որ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը արդեն դուք եթե ուսումնասիրեք, այնտեղ ազատ պատիժների տեսակները կամ շրջանակը շատ ավելի լայն է։ Օրինակ մենք ունենք ծնողական իրավունքներից զրկել, մենք ունենք օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետությունից արտաքսել, մենք ունենք որոշակի իրավունքներից զրկել, ասենք, որը լիարժեք նոր պատժատեսակներ են եւ դրանք կոչված են հենց այ ապահովելու ազատազրկում պատժատեսակի կիրառության նվազումը դեպքերի։ Կոռուպցիոն ռիսկեր, եթե դատավորի հայեցողության վրա է թողնված, հա, պրոբացիա թե ազատազրկում, ապա շատ հավանական է, որ նա պրոբացիան կկիրառի ինչ որ պայմանավորվածության գալով։ Տեսեք ինչպես է, իրականում
Այո, կարգավորումները պետք է շատ հստակ լինեն, որպեսզի այստեղ չարաշահումներ չլինեն, այլ հստակ ինքը մեխանիզմը աշխատի։ Բայց իրականում այնպես չէ, որ դատավորը պրոբացիայի ընդհանրապես այսպես դատավճիռ է կայացնում եւ կիրառում է պրոբացիա։ Ոչ։ Դատավորը պատժատեսակը կնշանակում է համապատասխան, կիրառում է եւ այդ պատժատեսակը, քանի որ ենթակա է նաեւ պրոբացիոն ծառայողի վերահսկողության, արդեն ինքը ավտոմատ կերպով իրականացում է պրոբացիոն ծառայության կողմից։ Օրինակ, այլընտրանքային որոշակի պատժատեսակների կիրառում այսօր որ մենք ունենք կիրառվում է, դա նախատեսվում է, ասենք թե վերցնենք տարբերակ, որ իրականացվելու է պրոբացիոն ծառայողի կողմից։ Այսինքն հենց անձը դատապարտվեց այս կամ այն պատժատեսակի, ապա անմիջապես սկսում է աշխատել պրոբացիոն ծառայությունը։ Այլ հարց է, որ հիմա քննարկվում է քրեական դատավարության ընթացքում միջև դատապարտվելը պրոբացիոն ծառայությունը տարածելու հարցը։ Այս դեպքում արդեն հնարավոր տարբերակներից մեկն է քննարկվում, որ դատավորը ինքը որոշի այս կամ այն իրավիճակում ինքը անհրաժեշտ գտնում է, որ պրոբացիոն ծառայողը իրականացնի վերահսկողություն եւ ստանա համապատասխան զեկույց թե ոչ։ Այս դեպքերում արդեն որոշակի հայեցողություն մենք ունենանք, բայց քանի որ դեռ քննարկման փուլում է, մենք լուծումների վրա ենք այս բանը աշխատել։ Այս ամբողջ փաթեթը, երևի փաթեթով ներկայացվելու, այսինքն երկու եւ դատավարական եւ քրեական օրենսգիրքը երկուսը միասին են ներկայացվել, երբ եք մոտավորապես նախատեսում ազգային ժողով ներկայացնել։ Իրականում դրանք, քանի որ այո, ճիշտ եք ասում, սերտ կապված են, բայց քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը արդեն իսկ գտնվում է ազգային ժողովում։ Մենք այս տարվա հունվար ամսից սկսած պետաիրավական հարցերի հանձնաժողովում շատ կառուցողական քննարկումներ ունեցանք, ընդ որում շատ մանրամասն, հոդված առ հոդված կարող եմ ասել, եւ դրանք այս վերջերս ավարտել ենք։ Ազգային ժողովի մեր գործընկերները ներկայացրել են իրենց նկատառումները։ Մենք հիմա մինչև աշնանային նստաշրջանի սկիզբը դրանք պետք է ամփոփենք եւ արդեն անում ենք դա։ Ամփոփման արդյունքները պետք է ներկայացնենք ազգային ժողով, այսպես հույս ունենք, որ արդեն եթե ամեն ինչ իր հունով զարգանա, այսպես ասեմ, հույս ունենք, որ աշնանային նստաշրջանի ընթացքում արդեն կկարողանանք ընթերցում գոնե առաջին ընթերցման հարցը։ Դա ամիսների հարց է, հա։ Քրեական դատավարության օրենսգիրքը, այո, որտեղ ինքը շատ արդեն քննարկվել է, 3 տարուց ավել մշակվում է եւ այս առումով, այո, ինքը հասունացել է դրան։ Բայց քրեական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ էլ մենք ժամկետ ունենք 2015 թվականի սեպտեմբերին նոր կառավարությունը պետք է ներկայացնի ազգային ժողով։ Արդեն իսկ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է Արդարադատության նախարարի հրամանով, մշակում է հենց օրենսգրքի նախագծի տեքստը։ Եվ ավելին ասեմ, որ հիմա մենք նաև քննարկում ենք հարցը մշակել քրեակատարողական նոր օրենսգիր եւ մեր միջազգային գործընկերների հետ էլ սերտ աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի փորձաքննություններ ունենանք եւ այլն եւ աշխատանքային խումբը որպեսզի նաև կարողանանք համալրել։ Իսկ ինչ վերաբերում է պրոբացիային, ապա պրոբացիայի վերաբերյալ օրենսդրությունը ինքը հավանաբար կներկայացվի ազգային ժողովում կամ աշնանային կամ գարնանային նստաշրջան, այսինքն շատ ավելի շուտ, քան դա առանձին օրենսդրություն է։ Դա առանձին օրենք է լինելու, որը կարգավորելու է պրոբացիոն ծառայության հետ կապված ինստիտուցիոնալ հարցերը, գործառույթները եւ այլն, բայց իհարկե պրոբացիոն ծառայության հետ կապված առանձին հարցեր պարտադիր պետք է տեղ գտնեն նաեւ քրեական դատավարության օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում, հա, կախված նաեւ թե մենք ինչ ոլորտ ենք ընտրում։ Պարզապես մենք ինչի ենք ուզում գոնե հասցնենք քրեական դատավարության օրենսգրքի հետ որպեսզի ընդունվի, որովհետեւ քրեական դատավարության օրենսգրքով այս նոր խափանման միջոցները այլանդրանքային դրանց նկատմամբ վերահսկողությունը, դրանց կիրառության պարագայում անձի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացվել է պրոբացիոն ծառայության կողմից, որպեսզի հասցնենք ուժի մեջ մտնելու պահը, որը լինելու է մյուս տարի, եթե անգամ օրենսգիրքը այս տարի ընդունվի, մյուս տարի նոր ուժի մեջ կմտնի, որպեսզի հասցնենք համադրենք այս եւ համակարգված աշխատի ոլորտը։ Դուք նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ տեղակալ եք, որ Հայաստանը ներկայացնում էր սկզբից զինդատախազ, այնուհետև գլխավոր դատախազը։ Այստեղ չկա conflict of interest, բան է, էլի, շահերի բախում այսպես, հա։ Գիտեք, իրականում շահերի բախում այստեղ չկա, առաջին հայացքից թվում է թե հնարավոր են որոշակի խնդիրներ, բայց իրականում ոչ։ Ես ինքը գլխավոր Եվրոպական դատարանը ներողություն, այս առումով խնդրահարույց իրավիճակ չի տեսնում եւ ավելին ասեմ, միջազգային փորձն հենց վկայում է, որ կան Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, որտեղ կառավարության ներկայացուցիչները հենց դատախազության ներկայացուցիչներն են։ Օրինակ կարող եմ բերել, ասենք Սլովենիան, Մալթան, Նորվեգիան, որտեղ գլխավոր դատախազի կամ տեղակալի մակարդակով է ներկայացուցիչը։ Եվ ավելին նաև փաստարկվում է սա նրանով, որ դատախազը լինելով հենց պետության փաստաբանը, հա, նաև այդ առումով է կարողանում իրացնել իր գործառույթը։
Եվ եթե տենց վերցնենք արդարադատության փոխնախարարը, այսինքն ես ներկայացուցիչ տեղակալնեմ, բայց մեր համակարգում նույնպես կարող է լինել, չէ՞, մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, ասենք քրեակատարողական համակարգում, չգիտեմ, պետրեգիստրի համակարգում եւ այլն։ Այդ նույն հաջողությամբ այստեղ է շահերի բախում կլիներ։ Այսինքն այստեղ ուրիշ դիտանկյունից պետք է հարցը նայել եւ շատ ավելի համակարգային է խնդիրը։ Հա, բայց Հայաստանում դատախազը, հա, զինդատախազը կամ դատախազը ընկալում է որպես մարդ, որը մեղադրանք է ներկայացնում, որը դատում է, որը քննում է եւ այլն։ Ես գիտեմ, որ օրենքով այդպես չէ, բայց այդպես է ընկալվում, այսինքն անօրինական որոշումները այնպես կապվում են դատախազության հետ։ Ի տարբերություն Նորվեգիայի, հա։ Գիտեք, իհարկե, ի տարբերություն, ես Նորվեգիայի չեմ փորձում այստեղ լիարժեք համեմատություն բերել, բայց միջազգային փորձն է ուղղակի վկայակոչում, որ բոլոր տեղերում էլ դատախազը նույն գործառույթներն անում է, մեղադրանքը պաշտպանում է, միջդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնում է եւ այլն, եւ այդ առումով ես խնդիր չեմ տեսնում, նույնիսկ ավելին, օրինակ, ես կարող եմ բերել, ասենք, ինքս նախկինում Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեում Հայաստանի ներկայացուցիչն էի։ Օրինակ կոմիտեն ինքը խրախուսում է, որ կոմիտեի ներկայացուցիչներ լինեն հենց դատախազները, կոմիտեի ներկայացուցիչներ լինեն հենց դատավորները, որոնք ինչի համար, որովհետև նրանք են հենց հսկողությունը իրականացնում միջդատական վարույթի նկատմամբ եւ այդ առումով երաշխիքները այսպես ավելի համակարգված են։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած հարցին, թե ապօրինի որոշումները կապվում են դատախազության հետ եւ այլն, ես ճիշտ ասած չեմ կիսում այդ տեսակետը եւ երկրորդն էլ իմ իրավասության մեջ չի մտնում այս պահին գնահատական տալը, պարզապես կարող եմ ասել, որ հենց միջազգային փորձն է սա ընդունում է եւ եվրոպական դատարանի հետ մենք շատ հիմա լիարժեք աշխատում ենք, այդ առումով որևէ հարց չի առաջացել երբևէ, որտեղ կա նաեւ այս առումով ընդունված փորձ։ Այս տարիների ընթացքում ունեք այդպիսի վիճակագրություն Հայաստանը քանի գործերում է պարտվել եւ պետությունը ինչ գումար է մուծել այդ դժողներին։ Իհարկե ունենք վիճակագրություն, սա մեր խիստ ուշադրության կենտրոնում է այս հարցը գտնվում, մենք պարբերաբար այս վիճակագրական տվյալները վերլուծում ենք, որպեսզի նաև համապատասխան միջոցներ ձեռնարկենք ապագայում նվազեցնելու համար։ Ես եթե 10 տարվա այսպես կտրվածքով ասեմ, օրինակ 2002-ից 12 թվականների այդ ժամանակահատվածում Հայաստանի դեմ ներկայացվել է 1832 գանգատ, որոնցից 847-ը Եվրոպական դատարանի կողմից ճանաչվել է անընդունելի կամ հանվել է գործերի ցուցակից։ Վճիրներ սկսվել են կայացվել 2007 թվականից, հա, 49 վճիռ է կայացվել 46 վարույթներով։ Եվ ամբողջ գումարը, որ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գանգատներով պահանջվել է մեր այսպես եվրոպական դատարանից, կազմում է 15 միլիոն 910 հազար եվրոյի չափով գումար, բայց սա ընդամենը ներկայացված պահանջներն է։ Դրանից բավարարվել է եվրոպական դատարանից ընդամենը մոտ 3.5%-ը, ինչը կազմում է մոտ 570 հազար եվրոյի չափով գումար, եւ դրան գումարենք նաեւ այս վերջին մեր վճիռը, որը 2014 թվականին կայացվեց Մինասյանն ընդդեմ Հայաստանի գործով, դա էլ արդեն 6030 եվրո էր եւս գումարված։ Հիմա ընդ որում մենք նաեւ դրա կատարման հարցերով ենք զբաղված։ Եվ այս 576 հազար ընդհանուր առմամբ մոտավոր գումարից, որ բավարարվել է Եվրոպական դատարանի կողմից, մոտավորապես 130 հազար եվրոյի չափով գումարը վճարվել է ոչ պետական միջոցների հաշվին, իսկ պետական բյուջեի հաշվին ընդամենը վճարվել է այդ իմ նշած գումարի մոտ 80-70%։ Դատավորը մի կողմից պետք է անկաշկանդ լինի, այսինքն ամեն անգամ չմտածի, վայ, ես Եվրոպական դատարանը այս գործով ինչ ա ընդունելու, եթե բողոքի։ Մյուս կողմից, եթե պետությունը իր բյուջեից հարկատուների հաշվին մուծում է գումարը, ապա նա նաև պետք է պատասխանատու լինի։ Այսինքն մի կողմից անկաշկանդ, մյուս կողմից պատասխանատու։ Այդ ինչպես է այդ հակասությունը լուծվում։ Գիտեք, այդպես որ վերցնենք դատավորը միշտ կարող է մտածել, որ եթե որոշակի դատավճիռ կայացնի կամ վճիռ կայացնի, Երաքննիչ դատանը կարող է դա բեկանել հենց ներպետական մակարդակում կամ, չգիտեմ, այլ խախտումներ կարող են հայտնաբերվել եւ այլն։ Եվ այդ առումով կարծում եմ այստեղ խնդրահարույց չի, այլ ավելի զգոն է դարձնում եւ այստեղ հարցը նաեւ այն է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ նմանատիպ ակտեր են կայացվում, դրանք նաև վերլուծվում են։ Ավելին ասեմ, դատական օրենսգիրքը պատասխանատվության ենթարկելու առումով եմ ուզում այստեղ հատկապես շեշտել, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մեջ նշում է, որ նշում է, երբ արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ է տրվել նյութական օրենքի կամ դատավարական օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում։ Դրա համար, որպեսզի այս հիմքով պատասխանատվության ենթարկենք դատավորին, վարույթ հարուցելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի գործ ըստ էության լուծող դատական ակտը կայացնելու պահից մի տարի անցած չլինի։
Դատական օրենսգիրքը նախատեսում է, որ եթե որպեսզի վաղեմության ժամկետի հարց չունենանք, որ եթե միջազգային Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կողմից ճանաչվել է Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից թույլ տված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում, ապա այդ 1 տարվա ժամկետը սկսվում է հոսել հենց այդ պահից։ Այսինքն այստեղ նաև լրացուցիչ հնարավորություն է հետագայում, եթե լինի, այսպես հիմնավորվի, որ դատավորը թույլ է տվել արդարադատություն իրականացնել, իսկ օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, կարգապահական պատասխանատվության հիմք դառնա սա։ Եվ այս առումով կարծում եմ սա այլ խնդիր չի առաջացնում, որովհետեւ ինքը ընդհանուր հիմքերի շրջանակում է լուծվում եւ երաշխիքները կարծում եմ բավարար ապահովված են դատավորների համար։ Եղել են դեպքեր, երբ որ դուք ներքուստ համաձայն չեք եղել Եվրոպական դատարանի որոշումներին, օրինակ Գրիշա Վերաբյանի գործով Եվրոպական դատարանը համապատասխան որոշում ընդունեց, բայց այն ոստիկանը, որին մեղադրել էր Գրիշա Վերաբյանը, հիմա նշանակվել է Երևանի ոստիկանապետ, այսինքն կան, որ համապատասխան մարմինները չեն ընդունում Եվրոպական դատարանի որոշումները, այդպիսի բան հնարավոր է թե չէ։ Գիտեք, կատարվել է, կատարվելու մասին խոսք չի, այլ այն մասին, որ գերատեսչությունները կարծես թե հակադրվում են այդ որոշմանը։ Գիտեք, գերատեսչությունները այսպես ցանկանան թե ցանկանան պետք է կատարեն Եվրոպական դատարանի որոշումները, որովհետև մենք ինքներս էլ ունենք այդ պարտականությունը, պարտադիր հաշվետվություն պարբերաբար ներկայացնելու Եվրոպական դատարան, օրինակ ես ինքս շատ ծերտ եւ մեր համապատասխան աշխատակազմը շատ ծերտ աշխատում ենք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հետ, բարբերաբար զեկույցներ ենք ներկայացնում, թե այս կամ այն վճիռը կատարման ինչ փուլում է եւ դրա կատարման ուղղությամբ պետությունը ինչ միջոցներ է ձեռնարկում։ Հիմա կոնկրետ այդ գործով դեռ ընթացքի մեջ է, մենք բարբերաբար ներկայացնում ենք զեկույցներ եւ ես գիտեմ, որ Վճռաբեկ դատարանում նաեւ ներկայացվել էր գանգատը, որպեսզի վերանայվեր գործը։ Եվ այդ առումով մենք նույնպես այս ինֆորմացիան փոխանցել ենք Եվրոպական դատարանին եւ դեռ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ներողություն եւ դեռ մենք սպասում ենք այսպես պատասխանի, այդ առումով դեռ խնդիր չունենք։ Եղել է դեպք, երբ որ Եվրոպական դատարանը որոշում ընդունել է, իսկ Հայաստանի կառավարությունը ասել է չէ, ես չեմ կատարել։ Չէ, իհարկե նման դեպք չի եղել եւ Եվրոպական այլ հարց է, որ Եվրոպական դատարանի կողմից կայացված ակտը կարող է պետությունը ինքը եթե համաձայն չէ դիմել մեծ պալատ։ Այդ դեպքում դրանով անհամաձայնություն է հայտնում։ Բայց խնդիրն այն է, որ ինքնին Եվրոպական դատարանի վճռի կատարումը մեզ համար պարտադիր է, իհարկե, եւ մենք խնդիրներ կունենանք եւ ոչ միայն Եվրոպական դատարանի հետ, այլ մենք Եվրոպայի խորհրդի հետ ընդհանրապես, որովհետեւ նախարարների կոմիտեն, ինչպես քիչ առաջ նշեցի, ունի հատուկ վերահսկողության ստորաբաժանում, որը պարտադիր պետություններից բարբերաբար տեղեկություններ է ուզում, թե ինչ քայլեր ձեռնարկեց պետությունը։ Պատահական չէ, որ մենք նախարարությունում ընդամենը վերջերս ստեղծել ենք Եվրոպական դատարանի վճիռների կատարման եւ կոնվենցիոն պահանջների ապահովման բաժին։ Եվ սա պատահական չեն քալել, սա հատուկ ստորաբաժանում ենք ստեղծել նրա համար, որ հատուկ խնդիրներ ունի, բարբերաբար առաջարկներ ներկայացնել, ինչ ուղղությունով միջոցներ ձեռնարկել, որպեսզի կատարման հարցերը պատշաճ լինեն եւ հետագայում կանխարգելենք նմանատիպ հարցերում վճիռների կայացումը։ Եվ մենք մի քանի այդպիսի դեպք ունեցանք, օրինակ բարոյական վնասի հատուցման հետ կապված մենք ունեցանք 2 վճիռ, որոնցով Եվրոպական դատարանը արձանագրել էր խախտում։ Եվ այդ էր պատճառը, որ մենք նաև այսպես գանանային նստաշրջանի ընթացքում նախագիծ ընդունեց ազգային ժողովի օրենքի, որտեղ ներդրվեց քաղաքացիական օրենսգրքում այդ վճիռներով պայմանավորված հատուցման ինստիտուտը, որը դեռ պետք է աշնանել վերամշակենք։ Լինում է, որ Եվրոպական դատարանի որոշումը պայմանավորված լինի ոչ այնքան սխալով, որքան օրենսդրական բացերով։ Օրինակ Եհովայի վկաների վերաբերյալ հայտնի որոշումը։ Այո, իհարկե լինում է։ Դա այսպես նաև եւ ցավոտ հարց է, եւ նաև խնդրահարության այն իմաստով, որ ինքը համակարգային է եւ հրատապ հաճախ լուծելը դժվար է լինում, որովհետեւ օրենսդրական process պետք է անցնենք, համակարգային փոփոխություններ պետք է անենք, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով։ Օրինակ ճիշտ մատնանշեցիք Եհովայի վկաների հետ կապված գործերով մենք ունեցանք Բայացյանն ընդդեմ Հայաստանի գործ, դրանցից մեկը գործներ, որը մեծ պալատի կողմից կայացվեց այդ վճիռը եւ դրանով նախատեսվեց, որ այլընտրանքային ծառայության բացակայությունը այն դեպքում, երբ անձը կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվում է զինվորական ծառայությունից, հանգեցնում է խախտման Եվրոպական կոնվենցիայի։ Սա խոսքը վերաբերում է կոնվենցիայի 9-րդ հոդվածին, որը երաշխավորում է կրոնի, խղճի, դավանանքի ազատությունը։ Իհարկե կոնվենցիան ուղիղ չի երաշխավորում այդ այսպես այլընտրանքային ծառայության հնարավորությունը, բայց դատարանը նշեց, որ դրա բացակայությունը հանգեցնում է խախտման։ Այդ իսկ պատճառով մենք դրանից հետո այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարեցինք եւ
լիարժեք նախատեսեցինք այլընտրանքային աշխատանքային օրինակ ծառայության հնարավորություն, որը համապատասխանում է միջազգային արդեն չափանիշներին, այսինքն դրա նկատմամբ վերահսկողություն զինվորական չունենք այլևս։ Դա այդ հարցը լուծում է համապատասխան միջգերատեսչական մշտական գործող մարմինը եւ մի շարք այլ երաշխիքներ կան։ 42 ամսից իջեցրեցինք 36 ամիս, այսինքն որպեսզի կարողանանք դա ապահովել։ Մյուս համակարգային խնդիրը օրինակ այս վերջի գործն էր Մինասյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռներ, որը նույնպես համակարգային էլի օրենսդրական խնդրի պատճառով է։ Խոսքը հետեւյալն էր, եվրոպական դատարանը նախ այդ անձը գտնվել էր 1 տարի 4 ամիս եւ մի փոքր ավել կալանքի տակ։ Այս կալանքի տակ գտնվելու շարունակականությունը խնդիր չէր ստեղծում։ Եվրոպական դատարանը ինքը նշեց, որ մեր ներպետական դատարանները իրավաչափ են եղել որոշումները, որովհետև կալանքի հիմքերը շարունակական են եղել։ Բայց խախտումը արձանագրեց 5-րդ հոդվածի առաջին մասով, այսինքն ազատության իրավունքի մասով, խնդիրը հետևյալն էր։ Մենք գործող քրեական դատավարության օրենսգրքում ունենք կարգավորում, որի համաձայն, եթե գործ ուղարկվում է դատարան մեղադրական եզրակացությամբ, կալանքի ժամկետը կասեցվում է։ Եվ դրա հիման վրա ստացվել էր այնպես, որ օրինակ անձի կալանքի ժամկետը սպառվել էր դատարան ուղարկելու պահին, այդպես ուղարկել էին դատարան, դատարանը մինչև վարույթ էր ընդունել գործը, հոկտեմբերի 7-ի 15-ը ժամանակահատված էր անցել, այսինքն շուրջ 8 օր ժամանակահատված էր անցել, ստացվել էր այդ ժամանակահատվածում անձը դատարանի որոշում չէր եղել անձին կալանքի տակ պահելու վերաբերյալ, հա, եւ այստեղ եվրոպական դատարանը արձանագրեց, որ պետք է անպայման այս ընթացքում լինի դատական որոշում, եւ բայց այստեղ տեսեք ինչն էր խնդիրը։ Ամբողջ հարցն այն է, որ այս հարցը արդեն Վճռաբեկ դատարանը լուծել էր իր նախադեպային որոշմամբ եւ Վճռաբեկ դատարանը հստակ արձանագրեց, որ եթե մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու պահին 15 օրից պակաս ժամանակ է մնացել, ապա նախաքննական մարմինը պարտադիր պետք է տանի անձին կալանքի, այսպես ասեմ, միջնորդություն ներկայացնի լուծելու կալանքի հարցը։ Այսինքն կամ երկու ճանապարհ կա, կամ ազատ է սառցակում կալանքից, կամ եթե հիմքերը կան, այո, պարտադիր, այսինքն այնպես չստացվի, որ վակուում է ստացվել եւ գործը դատարան ուղարկելու եւ դատարանի կողմից վարույթ ընդունելու միջև ստացվում էր անձը կալանքի որոշում այսպես չկա։ Մյուս հարցը, որ էլի այս վճռով լուծվեց, վերաբերում է նրան, որ երբ դատական փուլերի ժամանակ բողոքարկում է միջդատական վարույթի ընթացքում կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշում, փուլային սահմանափակման հիմքով իրավունքը սահմանափակվում էր։ Եվ այստեղ եվրոպական դատարանը նույնպես ընդգծեց, որ համակարգային է հարցը եւ պետք է այսպես լինի փուլային այն իրավիճակները, երբ դու փուլային ավարտման պատճառաբանությամբ մերժում ես անձին բողոք բերելու իրավունքը, ապա խախտում ես կոնվենցիան։ Եվ այս հարցը նույնպես Վճռաբեկ դատարանը լուծել է, դրանից հետո իհարկե եւ Ղավալյանի գործով օրինակ կարող եմ մատնանշել հստակ ամրագրել է, որ նմանատիպ իրավիճակները խախտում են քրեադատավարական օրենսդրությունը։ Այդ տեսեք, սրանք համակարգային հարցեր են, որոնք մեր մոտ լուծվել են արդեն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով, բայց քանի որ սրանք օրենսդրական մակարդակ են ուզում, դրա համար մենք հիմա գործող քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում արդեն այս բոլոր լուծումները տվել ենք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն էր Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը։ Մենք վաղ նորից կհանդիպենք, ցտեսություն։